Տիկին Վարդանյան, քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Բագրատ Սրբազանը հանցավոր խմբի հետ ահաբեկչություն է պատրաստվել իրականացնել, ԱԱԾ-ն ժամանակին, այսպես ասած, կանխել է այդ գործողությունները, ձեր գնահատականն ստեղծված իրավիճակին եւ այս խոզարկությանը Բագրատ Սրբազանի կեցավայրում, որի առաջ հիմա գտնվում եք դուք։ Քննչական կոմիտեի հաղորդագրություն ուղղակի զավեշտ է հիշեցնում, որովհետև ես կարծում եմ մենք բոլորս այսպիսի հաղորդագրություններ առաջին անգամ չի որ տեսնում ենք, հետո իհարկե տեսնենք այդ հաղորդագրությունների հետևանքները։ Այսինքն սկզբում աղմուկ են անում, Փաշինյանի հոգին փառավորվում է, հետո պարզվում է, որ բոլորովին հիմքեր չկային եւ հերթական այո ջուրներ եւ այդ գործը կամ կարճվում է կամ դատարանում պարզապես արդարացվում է։ Սա հետևանք է նաեւ Փաշինյանից կողմից են նկարած փաստաթղթին, որը որ չգիտեմ որտեղից որոշեցին, որ հեղաշրջման պլանը եւ այլն, այն պարագայում երբ այդ փաստաթղթի բոլոր գործողությունները 2018 թվականին հաջորդաբար իրականացվել են։ Այսինքն իրենց կարելի է մյուսների պարագայում դա արդեն հեղաշրջում է։ Ես կարծում եմ իմ ամենալուրջ անհանգստությունը գիտեք կայանում է նրանում, որ մեր պետությունում իրավական համակարգը այսպես անլրջացնում են։ Հասկանում եք, սա նշանակում է պետություն չունենալու եւ պետությունը կազմալուծելու process։ Վաղը մյուս օր մենք այդ իրավական համակարգին որևէ կերպ չենք կարողանալու լուրջ վերաբերմունքը վերականգնել։ Այսօր այստեղ ձեր բաներ կանեն, խոզարկություն կանեն, հավանաբար ձերբակալություններ կլինեն, կալանք կլինի, չեմ կասկածում։ Մի քանի ամիս հետո, այսինքն մի ամիս հետո, երկու ամիս հետո այս մարդկանց բաց կթողնեն, որովհետև բացարձակ հիմքեր չի լինելու եւ այլն, բայց համակարգի նկատմամբ վերաբերմունքը մարդկանց մոտ արդեն չի փոխվելու եւ արդյունքում ինչ է մնալու է առաջին հերթին պարզապես մարդկանց կորցած ժամանակը, որ անցկացնելու են այդ կալանքի վայրերում, մնալու է ավելի լուրջ ատելություն եւ հակակրանք այս իշխանությունների նկատմամբ եւ արդյունքում ստացվելու է, որ որևէ մեկը այլևս չի հավատալու քննչական կոմիտեի այսպիսի հաղորդագրություններին։ Ինչու հենց իրավապահ մարմինները ԱԱԾ-ն ընտրեցին հենց Բագրատ Սրբազանին եւ Հույդայի մարզային կառույցների ղեկավարներին, падգամավորներին Հայաստան խմբակցության։ Գիտեք, այս process-ում իրենք այսպես իմ գնահատմամբ, երևի թե գնահատում են ումից կարելի է ավելի շատ ակտիվություն սպասել եւ փորձում են կանխել այդ ակտիվությունը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հիստերիկ ջղացումների մեջ է, դա կարելի է տեսնել իր ազգային ժողովի ելույթներից, իր գրառումներից, հիստերիկ անհասկանալի եւ այլն։ Այս պարագայում ինքը իմ գնահատմամբ փորձում է կանխել հնարավոր ակտիվությունը։ Եվ այս պահին падգամավորների մուտքն էլ այստեղ արգելում են, թույլ չեն տալիս, որ падգամավորները նույնպես մասնակցեն այդ խոզարկության գործընթացին, իրավական առումով ինչպես կգնահատեք եւ ինչքան գիտենք կեցավայրի ներսում միայն Բագրատ Սրբազանն է ԱԱԾ-ականների հետ, ինչ վտանգներ կան դրա հետ կապված։ Խոզարկությունը, եթե ես չեմ սխալվում, փաստաբան եւս այս պահին ներսում գտնվում է եւ խոզարկությունը պետք է բնականաբար կատարվի քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, պատշաճ կերպով արձանագրվի եւ այլն։ Ես փաստաբանի հետ էլ այս ընթացքում կապի մեջ էի, դեռ process-ի մեջ են, ամեն դեպքում վերջում կհասկանանք ինչ է կատարվել այնտեղ։ Թեև վստահ եմ, որ չգիտեմ, հերթական խոզարկությունների նման է լինելու, հա, ասենք ինչպես Սամվել Կարապետյանի տանն խոզարկեցին, որևէ բան չգտան, հիմա այստեղ էլ կխոզարկեն եւ կպարզվի, որ որևէ բան չեն գտել, որովհետեւ այս ամեն ինչը պարզապես Փաշինյանի գրած սցենարի մի հատվածն է հանդիսանում։ Շնորհակալ եմ։